Բարև, հասանք տվոց 20-րդ գլխուն, և այս կարևոր գլուխն է, քանի գնշե Իսրայելի զավակներուն թափարումի ավարտը և արշավին սկիզբը։ Իրապես խոսելու շատ բան չկա, բացի որ անոնք կշարունակեին թափարիլ, և պատճառը, որ անոնք կմնան թափարական, որով անոնք խստաբանանոց էին և չէին կատարեր Աստծո կամքը։ Սիրելիս, այդ ճիշտ է այսօր ինձի և քեզի համար։ Մենք ոչ մեկ բանի չենք հասնիր, երբ դուրս կուքանք Աստծո կամքեն, կամ երբ ես և տուն չենք գործեր հավատացյալներու մարմնին մեջ, չգործածելով այն բարգևները, որ անդված է մեզի Սուրբ Հոգիին զորությամբ։ Առաջին համարի մեջ Մարիամ կմեռնի և կթաղվի Գաթեսի մեջ։ Ժողովուրդը կմնա այնտեղ, բայց կշարունակե բողոքել, քանի որ ջուր չկա, ժողովրդին և կենդանիներուն։ Գաթեսի մեջ կարևորը այն է, որ մարդիկ այնտեղ էին 38 տարի առաջ և վերադարձան, և անոնք կրկին կվերադառնան բողոքելու։ Այս մեզի կհամապատասխանե այսօր, որովհետև ով որալ ըլլանք կամ ուր որալ ըլլանք, մենք պարզապես ճամփեն անցնող բանտուղտներ ենք։ Այսպիսով մենք պետք չէ այքան ժամանակ անցնենք բողոքելով։ Եվ 6-րդ համարի մեջ կրկին կհայտնվի Տերոջ փառքը ըսելով Մովսեսին, որ առնե Ահարոնը և խոսին ժայռին հետ։ Փոխարենը քավազանով հարվածեցին ժայռին և ժայռեն ջուր ելավ, որպեսզի մարդիկ ու կենդանիները խմեն։ Գրեթե կարելի է լսել, թե ինչպես Աստված կհառաչե այս մարդոց զայրույթով։ Նույնիսկ Մովսես ասավ. «Լսեցեք հիմա ով ապստամբներ, ցեզի այս աբարաժեն ջուր պետք է հանենք»։ Բայց Մովսես կմոռնա բանը. Աստված և Մովսեսը չէին, որ ջուրը տվին, այդ միայն Աստված էր, որ տվավ։ Բայց Մովսեսը դակավին շատ զայրացած է և ան կզարնե ժայռին, բանը, որ պետք չէր ըներ։ Եվ որպես արդյունք Մովսես պիտի վճարեր գինը իր փառքության և Աստծո չվստահելուն համար։ Ան պիտի չմտնե խոստացված երկիրը։ Կրկին անգամ թվոցի պատկերը գարդացել է նոր ուխտին մեջ։ Ժայռը այստեղ Քրիստոսն է, և կարևորը ոչ թե ժայռին զարնելն էր, այլ պատկերացնելը, թե ինչ կներկայացնե այդ։ Հիմա, քանի քրիստոնյաներ այսօր կվստահին Քրիստոսի որպես իրենց փրկիչը, բայց դակավին լեցուն են անհավատությամբ, կտեսնենք նույնիսկ այս մեծն Մովսեսը և Ահարոն լիովին չէին հավատար, որ Տերը պիտի հոգար իրենց։ Դակավին կար այդ անիմաստ կասկածը։ 13-ին 17 համարներու մեջ Մովսես կպատմե իսրայելցիներուն պատմությունը և արտոնություն կխնդրե Եթովմի թագավորեն անցնելու անոնց երկրեն։ Եվ ինչպես նախապես Եգիպտոսի փարավոնը, Եթովմի թագավորը թույլ չտվավ անոնց անցնելու։ Այստեղ դասը այն է, որ Մովսես պետք էր հետևեր ամբես սյունին։ Ան պետք էր վստահեր Աստծո առաջնորդության և ուղղության, քան թե Եթովմի թագավորեն արտոնությունը խնդրեր։ Մովսեսի նման մեզ մեջ շատեր նույն սխալը կնեն, վազելով Տերոջմե առաջ։ Եվ գլխուն վերջավորության Ահարոն կմեռնի։ Այս դխուր է, որովհետև 40 տարի Ահարոն գիտեր անապատին մեջ ապրող մարդոց ծանր փորձառությունը, բայց երբեք չգիտավ, թե ինչ ասել է նստիլ և վայելել խոստացված երկրի բդուղները։ Այն երկիրը, ուր գաթ ու մեղր կփխի։ Այս մեզի համար դաս է միշտ նայելու դեպի երկինք և գոհությամբ խնդրելու մեր մեծ քահանայապետը։ Հիսուս քահանա չէ Ահարոնի կարգով, ան չունի օրերու սկիզբ կամ վերջ, և ան միշտ գոյ է մեզի համար։ Ան քեզի կճանչնա, և զինք ճանչնալը հավիտենական կյանք է։ Հիմա անոր համար պետք է շնորհակալ ըլլանք։ Դուն ունիս փրկիչը, որուն կրնաս երթալ ուզած բահուց, ինչպես կօգտագործես այս փառավոր առիթը։